Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի եւ նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին։ Շիրակի եւ Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով նախարարն ընդգծել է. Գուցե ինչ-որ առումով կանխավ ունենալով պատկերացում, որ ամեն ինչ լավ է լինելու առանց փաստերի, որոշումը կայացվեց, որ այո, Գյումրիում պիտի լինի այս ծառայությունը։ Եվ ոչ թե պիտի սպասենք, որ ուրեմն համակարգերը պատրաստվեն, իրավիճակները լավանան, ինչ-որ բաներ կատարվեն, որ ստացվի կատարյալ ընթացք նոր ծրագիր սկսելու, այլ պիտի ունենալ հստակ որոշում եւ դրանից հետո քայլ-քայլ իրականացնել այն ինչ որ մենք որոշում ենք միասին։ Նշելով, որ կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է, նախարարն ասել է, որ պետք է կենտրոնացնենք բոլոր ջանքերը այն կանխարգելելու եւ ժամանակին բուժելու համար։ Կաթվածը մի հիվանդություն է, որի կանխարգելման եւ նաեւ բուժման առումով միայն բժիշկները չեն, որ պատասխանատու են։ Կաթվածի հաջող ուրեմն ելքը կախված է առաջին հերթին պացիենտից, իր ընտանիքից, ով որ այդ պահին իր կողքը գտնվում է։ Եվ այս մասով էլ մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս նաև մարդկանց կրթելուն, որ մարդիկ հասկանան ինչպես վարվեն, երբ որ իրենց հարազատը ունի այս նախանշանները եւ ինչպես կարող են ճիշտ վարքագծով, արագ կողմնորոշվելով օգնել, որ բժիշկները իրենց աշխատանքը ճիշտ կատարեն եւ արդյունքում ունենան առողջացումներ, ունենանք հաշմանդամության կրճատում, որովհետեւ եթե անգամ փրկվում է մարդը կաթվածից հետո, բայց մենք ունենում ենք կորսված ժամանակ, դա դառնում է ամբողջ ընտանիքի նաև խորը սոցիալական խնդիրը։ Գիտաժողովին կաթվածի եւ նյարդաբանության բաժանմունքի աշխատանքներն է ամփոփել եւ կառուցվածքային ու աշխատանքային մոդելը ներկայացրել բաժանմունքի ղեկավար Ժոռա Բաղդասարյանը։ Գյումրու կաթվածի եւ նյարդաբանության կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին ու սպասարկում է Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչներին։ Այստեղ 3 տարի առաջ ներդրվել է կաթվածի ազգային ծրագիրը, որի շրջանակներում սուրիշեմիկ կաթվածի դեպքում պետական պատվերով տրամադրվում են թրոմբոլիտիկ թերապիա եւ մեխանիկական թրոմբեկտոմիա կյանք փրկող թանկարժեք ծառայությունները։ 2022 թվականից ի վեր այս բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 2030 պացիենտ, նրանցից 1710-ը կաթված ախտորոշմամբ, 250 բուժարուի մատուցվել է թրոմբոլիտիկ թերապիա կամ մեխանիկական թրոմբեկտոմիա ծառայությունը։ Ելույթով է հանդես եկել նաեւ Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Նա նշել է, որ Գյումրիում կաթվածի ազգային ծրագրի ներդրմամբ հիմք է դրվել նաև Գյումրի եւ Վանաձոր բժշկական կենտրոնների միջև հեռաբժշկության պիլոտային ծրագրի մեկնարկին։ Սա լավ նախադեպ է մարզային բժշկական կենտրոնների համար, փաստել է կենտրոնի տնօրենը։ Ալա Բաղդասարյան, այսօր։